Սգինչ է մեր քաշածը։ Կյանքը տնակում եւ մի քանի հազար թոշակի հույսով։ Ծայրահեղ աղքատությունից է պատմում գյումրեցի թոշակառու այս կինը։ Չեմ հասցնել, չեմ բավարարել։ Ես էլ ճաշարան կհաջախեմ։ Ստիպ կարիքն ունիմ, սգինչ կյանք է։ Նա միակը չէ, որ դժգոհ է կյանքի ծանր պայմաններից։ Տեսախցիկի առաջ ու դրանից այն կողմ Գյումրիում շատերն են ասում. հեշտ չէ կյանքը, թանկ է ապրուստը, բայց այս բոլորից այն կողմ ավելի կարևոր հարց կա, անվտանգությունն է։ Ինչ է սպասվում, անորոշ է։ Պեպոյ կինոն հիշեք չէ։ Ուր է բարաթը։ Ուր է այդ խաղաղության բարատը։ Որևից այդտեղ կարակ թղթի վրա ինձ ցույց տակ, որ այդտեղ կարած է բարատ, որտեղ կա խաղաղություն։ Եթե ես տեսնեմ թղթի վրա ստորագրած այդ խաղաղությունը, ես ինչ որ մետեղ կհամաձայնվեմ։ Լսել են Բաքուն 300,000 ադրբեջանցիների այսպես ասած վերադարձի մասին է խոսում։ Տեսնում են նաև, որ Հայաստանի իշխանությունից դիմադրություն չկա ադրբեջանական օրակարգերին եւ ուրեմն ինչ է լինելու։ Ես նման ղեկավարություն, նման կառավարություն չեմ ուզում այլևս տեսնել։ Ալիևն ու Էրդողանը ինչ խոսում են, երկրորդ օրը ինքը կրկնում է։ 44 օր պատերազմ անցած երեխեն, որը կռվել է թուրքի դեմ, ադրբեջանցու դեմ, արդյոք ինքը կհաշտվի։ Ինքը այնտեղ կորցրել է ընկեր, ինքը այնտեղ կորցրել է աղբեր, այն աղբորն է կորցրել, որի հետ մեկ դալից եմ ճաշ ենք երել։ Հələ մի ադամ հարց տվեք այդ երեխեքին, պատերազմ անցած երեխեքին, իրանք կհաշտվին ապրին ադրբեջանցու հետ։ 300,000-ի վերադարձը դա մեզ ինչ է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հայ ժողովուրդին, որպեսզի վախեցեք, գալիս ենք։ Նրանք մեր թշնամիներն են, ոնց կա ամար հետ հաշտվել։ Բաքվում, Սումգայիդում ինչ ջարդեր եղավ։ Հələ իրանք պահանջ են ներկայացնում, որ ադրբեջանցիք պետք է իրանց հայրենական, պապենական հողերում բնակվելու։ Այսինքն մեր կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունը բացարձակապես զերո։ Այդ ադրբեջանցիները մեր հետ խո բարի դրացիական պետք է չաբրենք, չէ։ Բնականաբար։ Կադրաշունը միշտ կադրաշ կմնա։ Չենք վստահ։ Իշխանությունը ժամանակավոր է, մարդիկ վստահ են կգնան, օդում թողնելով ադրբեջանական երազանքներն ու ցանկությունները։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։